Երբ թատրոնի արխիվում հայտնաբերեցին հին նամակը, գրված Գալիա Նովենցի ձեռքով, աշխատակիցները առաջին անգամ հասկացան, որ 30 տարի շարունակ ապրել են սուտի մեջ։ Այդ թղթի վրա, մոխրագույն թանաքով, գրված էր մի անուն, որը երբեք չէր հնչել պաշտոնական կենսագրություններում։ Նամակը թաքցված էր հին դերերի պատյանների մեջ։ Կարծես ինչ-որ մեկը միտումնավոր փորձել էր այն ոչնչացնել, բայց վերջին պահին զղջացել։ Ով էր այդ մարդը, ում համար Գալիան պատրաստ էր ամեն ինչ զոհաբերել, ամուսնու, ընտանիքի, նույնիսկ սեփական հեղինակության համբավը։ Ինչու թատրոնի ղեկավարությունը 3 տասնամյակ շարունակ պահպանեց այս գաղտնիքը։ Ինչ էր գրված այդ նամակում, որ այն կարող էր ամբողջովին փոխել ազգային կինոյի թագուհու պատկերը։ Եվ ամենակարևորը, արդյոք այդ սերը եղել է իսկական վրեժխնդրություն, թե վերջին փրկարար համբույրը կնոջ, ով 30 տարի ապրել էր ոսկեվանդակում։ 1958 թվականին, երբ Գալիա Նովենցը առաջին անգամ բարձրացավ Սունդուկյանի անվան թատրոնի բեմ, դահլիճը լռեց այնպիսի լռությամբ, որը սովորաբար նախորդում է երկրաշարժերին։ Նա խաղում էր Օֆելիայի դերը, եւ նրա ձայնը, այդ բարակ թրթրացող, բայց միաժամանակ պողպատե ձայնը, թափանցում էր դահլիճի յուրաքանչյուր անկյուն։ Առաջին շարքում նստած էր նրա ամուսինը, Արամ Նովենցը, հայտնի կինոռեժիսորը, որի անունը արդեն իսկ հնչում էր ամբողջ խորհրդային միությունում։ Նա նայում էր կնոջը այնպես, ինչպես որսորդը նայում է իր ձեռքով ընտելացրած բազին, հպարտությամբ, սեփականության զգացումով, բայց նաև մշտական վերահսկողությամբ։ Արամը երբեք չէր թաքցնում, որ Գալիան իր ստեղծագործությունն է, իր Պիգմալիոնի արձանը, որին նա կյանք է շնչել։ Բայց այդ երեկո, երբ վարագույրը իջավ եւ դահլիճը պայթեց ծափահարություններից, Գալիան առաջին անգամ զգաց, որ այդ ծափերը նրան են պատկանում, ոչ թե ամուսնու հանճարին։ Եվ այդ զգացումը միաժամանակ քաղցր եւ սարսափելի էր։ Արամ Նովենցը եղել է այն տեսակի մարդկանցից, ովքեր իրենց կյանքը կառուցում են ճշգրիտ սցենարների վրա։ Նա ծնվել էր 1922 թվականին Երևանում, արհեստավորի ընտանիքում, բայց արդեն 15 տարեկանում գիտեր, որ ուզում է կինո ստեղծել։ Երբ նա հանդիպեց Գալիային, նա դեռ 17 տարեկան աղջիկ էր, թատերական ուսումնարանի ուսանողուհի, մեծ շագանակագույն աչքերով եւ ձայնով, որը կարող էր լացել եւ ծիծաղել միաժամանակ։ Արամը տեսավ նրա մեջ իդեալական նյութ, իր ապագա ֆիլմերի համար։ Նա սկսեց նրան ձևավորել, ասում էր, թե ինչպես պետք է քայլի, ինչպես խոսի, ինչպես նայի տղամարդու աչքերի մի մեջ, որպեսզի նա զգա իր անզորությունը։ Գալիան սովորում էր ամեն ինչ, նվիրումով, որը սահմանակից էր ֆանատիզմին։ Նրանք ամուսնացան 1942 թվականին, պատերազմի ամենաանհույս օրերին, երբ Երևանում հացի համար կանգնում էին ժամերով։ Արամը խոստացավ, որ կդարձնի նրան աստղ, եւ նա պահեց իր խոստումը։ Բայց գինը, որը Գալիան վճարեց այդ փայլի համար, սկսեց պարզ դառնալ միայն տարիներ անց։ Առաջին 10 տարիները նրանց ամուսնությունը արտաքուստ նման էր հեքիաթի։ Արամը նկարեց 3 ֆիլմ, որտեղ գլխավոր դերը խաղաց Գալիան, եւ յուրաքանչյուր ֆիլմ դարձավ իրադարձություն։ Անուշ, Խենթ Վարդան, Մեր բակի տղաները։ Այս անուններն արդեն դարձել էին դասական։ Գալիան ստացավ 2 պետական մրցանակ։ Նրա լուսանկարները կախված էին Երևանի բոլոր կինոթատրոնների ֆոյեներում։ Բայց տանը, երբ փակվում էր դուռը, Արամը դառնում էր այլ մարդ։ Նա չհանդուրժում էր հակասություն, չէր ընդունում, որ Գալիան կարող է ունենալ սեփական կարծիք դերի մասին։ Եթե նա համարձակվում էր առաջարկել ինչ-որ փոփոխություն սցենարում, Արամը սառում էր եւ վրում էր եւ մի քանի օր չէր խոսում նրա հետ։ Այդ լռությունները ավելի ծանր էին, քան ցանկացած գոռգոռոց։ Գալիան սովորեց լռել, ժպտալ եւ կատարել այն, ինչ ասում էր ամուսինը։ Նա դարձավ կատարյալ հայ կինը, հնազանդ, զուսպ, միշտ երկրորդ պլանում։ Բայց ներսում, որտեղ ոչ ոք չէր տեսնում, աճում էր ինչ-որ բան, որը նա դեռ չգիտեր, թե ինչպես անվանել։ Դա զայրույթ էր, թե հուսահատություն, կամ գուցե սպասում։ 1962 թվականին Սունդուկյանի թատրոնում հայտնվեց նոր դերասան Վահագն Դավթյանը։ Նա եկել էր Լենինգրադից, ավարտել էր այնտեղի հայտնի թատերական ինստիտուտը եւ բերել էր իր հետ ինչ-որ այլ օդ՝ ազատության, արհամարհանքի եւ վտանգավոր հմայքի։ Վահագնը չէր նման Երևանի մյուս դերասաններին, ովքեր խոսում էին զուսպ, ժպտում էին քաղաքավարի եւ երբեք չէին վիճում ռեժիսորների հետ։ Նա կարող էր բարձրաձայն վիճել բեմադրիչի հետ, կարող էր մերժել դեր, եթե այն թվում էր նրան անկեղծ, եւ կարող էր ծխել գլխավոր ռեժիսորի սենյակում առանց թույլտվություն հարցնելու։ Թատրոնի ավագները նրան համարում էին ամբարտավան, բայց երիտասարդները նրան երկրպագում էին։ Եվ Գալյան, որ այդ ժամանակ արդեն 35 տարեկան էր եւ համարվում էր թատրոնի առաջատար դերասանուհիներից մեկը,
Առաջին անգամ զգաց, որ ինչ-որ մեկը նայում է իրեն ոչ թե որպես Արամ Նովենցի կնոջը, այլ որպես Գալյան Նովենց դերասանուհուն։ Առաջին փորձը, որտեղ նրանք միասին էին բեմում, եղավ Ամլետի բեմադրությունը։ Գալյան խաղում էր Գերտրուդի դերը, Վահագնը Լեերտի։ Նրանց դերերը շատ տեսարաններ չունեին միասին, բայց փորձերի ընթացքում Վահագնը սովորություն ուներ մնալ դահլիճում եւ դիտել Գալիայի խաղը։ Նա նստում էր վերջին շարքում, մութ անկյունում, եւ Գալյան զգում էր նրա հայացքը, ինչպես ջերմ լույսի ճառագայթ մաշկի վրա։ Մի անգամ, երբ փորձը վերջացավ եւ բոլորը հեռացան, Վահագնը մոտեցավ նրան եւ ասաց. «Դուք խաղում եք Գերտրուդին այնպես, կարծես նա մեղավոր է։ Բայց ինչ, եթե նա պարզապես փորձում էր փրկվել»։ Այդ նախադասությունը շրջեց Գալիայի ողջ ըմբռնումը դերի մասին։ Բայց ավելի կարևորը, դա եղավ առաջին անգամը, երբ ինչ-որ մեկը խոսեց նրա հետ դերի մասին ոչ թե որպես ուսուցիչ, այլ որպես հավասար։ Այդ երեկո Գալյան վերադարձավ տուն եւ առաջին անգամ 10 տարվա ընթացքում չպատմեց Արամին փորձի մասին։ Նա պահեց այդ զրույցը որպես գաղտնիք, որպես փոքրիկ գանձ, որը պատկանում էր միայն իրեն։ Հաջորդ շաբաթները փորձերը դարձան Գալիայի կյանքի կենտրոնը։ Նա սկսեց գալ թատրոն ավելի վաղ, քան անհրաժեշտ էր, եւ մնալ ավելի ուշ։ Արամը նկատեց փոփոխությունը եւ սկզբում նույնիսկ գոհ էր, կարծելով, որ կինը վերջապես լուրջ է վերաբերվում իր արհեստին։ Բայց մի երեկո, երբ նա անսպասելի եկավ թատրոն Գալիային տանելու համար, տեսավ նրան եւ Վահագնին նստած սրճարանում, թատրոնի մոտ։ Նրանք խոսում էին, եւ Գալյան ծիծաղում էր այնպես, ինչպես Արամը չէր տեսել նրան ծիծաղում վերջին 10 տարիների ընթացքում։ Նրա դեմքը փայլում էր, աչքերը կենդանի էին, եւ ձեռքերը, այդ նուրբ արտահայտիչ ձեռքերը, որոնք Արամը սիրում էր նկարահանել մոտիկ պլաններում, շարժվում էին օդում, նկարագրելով ինչ-որ բան։ Վահագնը նայում էր նրան ուշադրությամբ, որը սահմանակից էր երկրպագությանը։ Արամը չմտավ սրճարան։ Նա կանգնեց վերսում, ապակու հետևում, եւ զգաց, թե ինչպես է սառչում նրա ներսում ամեն ինչ։ Նա հասկացավ, որ տեսնում է ինչ-որ բան, ինչը չէր պատկանում իրեն։ Եվ առաջին անգամ իր կյանքում Արամ Նովենցը զգաց վախ։ Այդ գիշեր տանը Արամը չասաց ոչինչ։ Նա նստեց իր կաբինետում եւ խմեց կոնյակ, լուր, մեթոդիկ, մինչեւ շիշը դատարկվեց։ Գալյան մտավ հարցնելու, թե արդյոք ամեն ինչ կարգին է, եւ նա նայեց նրան այնպիսի հայացքով, որը նա երբեք չէր տեսել։ Դա ատելություն չէր, ոչ էլ զայրույթ, դա գնահատող, սառը հաշվարկող հայացք էր։ Վահագն Դավթյանը լավ դերասան է, ասաց Արամը, բայց նա չի մնա երկար այստեղ։ Լենինգրադից եկածները երբեք չեն արմատավորվում Երևանում, նրանք միշտ վերադառնում են։ Գալյան ոչինչ չպատասխանեց, բայց նրա սիրտը սկսեց զարկել այնպես, կարծես նա վազում էր։ Նա հասկացավ, որ ամուսինը տեսել է նրանց սրճարանում։ Եվ նա նաև հասկացավ, որ Արամը երբեք չի ներում, բայց ամենասարսափելին այն էր, որ Գալյան այդ պահին զգաց ոչ թե մեղք, այլ ինչ-որ տարօրինակ ազատություն։ Կարծես 30 տարի շարունակ նա ապրել էր ջրի տակ եւ հիմա առաջին անգամ բարձրացել էր մակերես շնչելու համար։ Հաջորդ օրը թատրոնում Վահագնը մոտեցավ Գալիային եւ ասաց, որ ուզում է նրա հետ աշխատել մի նոր դերի վրա։ Դա Չեխովի Իվանովն էր եւ ռեժիսորը պլանավորում էր բեմադրել այն գարնանը։ Վահագնը պետք է խաղար Իվանովի դերը եւ նա ուզում էր, որ Գալյան խաղա Աննա Պետրովնայի դերը, Իվանովի մահացող կնոջը։ Այս դերը գրված է ձեզ համար, ասաց Վահագնը։ Կին, որը սիրում է մարդու, ով այլևս չի սիրում նրան, բայց չի կարող թողնել, որովհետև սերը միակ բանն է, որ նրան կենդանի է պահում։ Գալյան կարդաց պիեսը այդ գիշեր եւ լաց եղավ։ Նա լաց էր լինում ոչ թե Աննա Պետրովնայի համար, այլ իր համար, որովհետև հասկացավ, որ ապրել է ճիշտ այդպես, սիրելով մարդու, ով դադարել էր նրան սիրել տարիներ առաջ, բայց պահպանում էր ամուսնությունը, որովհետև այն օգտակար էր նրա կարիերայի համար։ Եվ այդ գիշեր Գալյան առաջին անգամ թույլ տվեց իրեն մտածել անմտածելիի մասին։ Ինչ կլիներ, եթե նա հեռանար։ Ինչ կլիներ, եթե նա ընտրեր ոչ թե փայլը, այլ ճշմարտությունը։ Ինչ կլիներ, եթե նա վերջապես ապրեր իր սեփական կյանքը, ոչ թե Արամ Նովենցի սցենարով։ Փորձերը Իվանովի համար սկսվեցին փետրվարին, երբ Երևանը ծածկված էր ձյունով եւ քաղաքը թվում էր անսովոր լուր։ Գալյան եւ Վահագնը աշխատում էին իրենց տեսարանների վրա ժամերով, հաճախ մնալով թատրոնում, երբ բոլորը արդեն հեռացել էին։ Դատարկ բեմը, մթնշաղի լույսը, նրանց ձայները, որոնք արձագանքում էին բարձր առաստաղներից, այս ամենը ստեղծում էր ինչ-որ ինտիմ, գրեթե սրբազան մթնոլորտ։ Նրանք խոսում էին ոչ միայն դերերի մասին, այլև կյանքի, երազանքների, ապաշխարանքների մասին։ Վահագնը պատմեց, որ ամուսնացած է եղել Լենինգրադում, բայց կինը թողել է նրան, երբ հասկացել, որ նա երբեք չի ընտրի ընտանիքը թատրոնի փոխարեն։ Նա ասաց, որ ես սիրում եմ բեմը ավելի, քան նրան, ասաց Վահագնը։ Եվ նա ճիշտ էր։
բայց ես չգիտեի, թե ինչպես այլ կերպ ապրել։ Գալյան լսում էր եւ զգում, որ այս մարդը հասկանում է նրան այնպես, ինչպես Արամը երբեք չի հասկացել։ Որովհետեւ Վահագնը նույնպես ապրում էր արվեստի համար, ոչ թե փառքի կամ փողի։ Եվ այդ նվիրումը, այդ մաքուր, գրեթե ֆանատիկ սերը դեպի թատրոնը դարձրեց նրան Գալիայի աչքերում ոչ թե պարզապես գրավիչ, այլ գրեթե սուրբ։ Մի երեկո, երբ նրանք փորձում էին վերջին տեսարանը, որտեղ Աննա Պետրովնան մահանում է Իվանովի գրկում, Գալյան չկարողացավ զսպել արցունքները։ Նա լաց էր լինում իսկապես, խորը, ցավոտ, եւ Վահագնը, որը պետք է պահեր նրան իր գրկում, զգաց, թե ինչպես է դողում նրա մարմինը։ Երբ տեսարանը վերջացավ, նրանք մնացին այնպես գրկած միմյանց, եւ Վահագնը շշնջաց. «Գալիա, դուք չեք խաղում։ Դուք ապրում եք այս ցավը»։ Գալեն բարձրացվեց գլուխը եւ նայեց նրա աչքերի մեջ, եւ այդ պահին երկուսն էլ հասկացան, որ ինչ-որ բան փոխվել է անդառնալիորեն։ Դա չէր սերը, որը պայթում է կայծակի պես։ Դա ավելի նման էր ճանաչման։ Կարծես նրանք ճանաչել էին միմյանց նախորդ կյանքից։ Վահագնը չհամբուրեց նրան։ Նա պարզապես շոյեց նրա մազերը եւ ասաց. «Ես կլինեմ այստեղ, եւ դուք պատրաստ լինեք»։ Եվ Գալյան հասկացավ, որ սա խոստում է։ Ոչ թե սիրո խոստում, այլ ինչ-որ ավելի խորը, ներկայության, հասկացողության, ընդունման խոստում։ Արամ Նովենցը չէր հանգստանում։ Նա սկսեց հետևել Գալիային, ոչ բացահայտորեն, այլ հնարամտորեն։ Նա զանգահարում էր թատրոն եւ հարցնում, թե արդյոք կինը այնտեղ է, ասելով, որ անհրաժեշտ է նրան հետ խոսել։ Նա սկսեց անսպասելի հայտնվել փորձերից հետո Գալիային տանելու համար։ Նա նույնիսկ մի անգամ եկավ թատրոն եւ նստեց դահլիճում դիտելու փորձը։ Գալյան զգաց նրա ներկայությունը անմիջապես, թեև Արամը նստած էր մութ անկյունում։ Նրա խաղը այդ օրը եղավ լարված, արհեստական, եւ ռեժիսորը նկատեց դա։ Փորձից հետո Արամը մոտեցավ Վահագնին եւ ներկայացավ։ «Ես Արամ Նովենցն եմ, Գալիայի ամուսինը», ասաց նա եւ ձեռք մեկնեց։ Վահագնը սեղմեց նրա ձեռքը եւ ժպտաց քավաքավարի։ «Ձեր կինը հրաշալի դերասանուհի է», ասաց նա։ «Ես երջանիկ եմ, որ աշխատում եմ նրա հետ»։ Արամը նայեց նրան երկար, գնահատող հայացքով եւ ապա ասաց. «Այո, նա հրաշալի է, բայց նա նաեւ շատ զգայուն է։ Հույս ունեմ դուք հասկանում եք, թե ինչ նշանակում է պատասխանատվություն»։ Այդ խոսքերում սպառնալիք չկար, բայց երկուսն էլ հասկացան նրանց իսկական իմաստը։ Վահագնը պատասխանեց հանգիստ. «Ես միշտ պատասխանատու եմ իմ գործընկերների նկատմամբ»։ Եվ այդ պահից սկսվեց լուռ պատերազմ, որը տևեց ամիսներ։ Մարտին Իվանովի պրեմիերան եղավ հսկայական հաջողություն։ Դահլիճը ոտքի ելավ եւ ծափահարեց 10 րոպե շարունակ։ Գալիայի եւ Վահագնի խաղը եղավ այնքան համոզիչ, այնքան ցավոտ իսկական, որ մարդիկ լացում էին բացահայտ։ Քննադատները գրեցին, որ սա Գալյանովենցի լավագույն դերն է նրա ողջ կարիերայում։ Բայց Արամը, որը նստած էր առաջին շարքում, տեսավ ոչ թե դերասանուհուն, այլ իր կնոջը, ապրելով այլ կյանք, այլ սեր, այլ ցավ, եւ նա հասկացավ, որ կորցնում է նրան։ Ոչ թե ֆիզիկապես։ Գալյան դեռ վերադառնում էր տուն ամեն երեկո, դեռ քնում էր նրա կողքին, դեռ ժպտում էր, երբ անհրաժեշտ էր։ Բայց նրա հոգին, նրա իսկական եսը արդեն չէր պատկանում Արամին։ Եվ այդ գիշեր, երբ նրանք վերադարձան տուն պրեմիերայից հետո, Արամը ասաց. «Մենք պետք է խոսենք»։ Գալյան նստեց նրա դիմաց եւ սպասեց։ Նրա սիրտը զարկում էր հանգիստ, գրեթե դանդաղ, կարծես նա պատրաստվում էր վերջնական ճակատամարտին։ Եվ Արամը նայելով նրա դեմքին, այդ գեղեցիկ հոգնած դեմքին, որը նա ճանաչում էր ավելի լավ, քան սեփականը, հանկարծ հասկացավ, որ չգիտի, թե ինչ ասել։ Որովհետև ինչպես կարող ես պահել մարդուն, ով արդեն հեռացել է, թեև դեռ նստած է քո դիմաց։ Դու սիրում ես նրան, հարցրեց Արամը։ Ոչ թե բարկությամբ, ոչ էլ մեղադրանքով, այլ պարզ հարցով, կարծես հարցնում էր եղանակի մասին։ Գալյան նայեց նրա աչքերի մեջ եւ առաջին անգամ 30 տարվա ընթացքում չստեց։ Ես չգիտեմ, ասաց նա, բայց ես գիտեմ, որ նրա հետ ես զգում եմ ինձ կենդանի, եւ քեզ հետ ես զգում եմ ինձ որպես թանգարանային ցուցանմուշ, գեղեցիկ, բայց անշունչ։ Այդ խոսքերը հարվածեցին Արամին ավելի ուժգին, քան ցանկացած մեղադրանք։ Նա նստեց լուռ եւ Գալյան տեսավ, թե ինչպես է փոխվում նրա դեմքը։ Առաջին անգամ նա տեսավ Արամին անպաշտպան, գրեթե խոցելի։ Ես ամեն ինչ արել եմ քեզ համար, ասաց Արամը։ Դարձրել եմ քեզ աստղ, տվել եմ քեզ ամեն ինչ, ինչ կարող էի։ Գալյան ժպտաց տխուր։ Այո, ասաց նա։ Դու տվեցիր ինձ ամեն ինչ, բացի մի բանից՝ իրավունքը լինել ես ինքս։ Նրանք նստեցին լռության մեջ, եւ այդ լռությունը լցված էր 30 տարվա չասված խոսքերով,
չլացված արցունքներով, չապրած կյանքով։ Եվ Գալյան հասկացավ, որ այս զրույցը միայն սկիզբն է, որովհետև Արամ Նովենցը այն մարդը չէր, ով պարզապես թողնում է գնալ։ Եվ այն, ինչ սպասում էր նրանց առաջ, ավելի դաժան էր լինելու, քան ցանկացած բեմական տրագեդիա։ Թատրոնի տնօրենի սեղանին, թաքնված հաշվետվությունների թղթերի տակ, ընկած էր փակ ծրար, կնքված կարմիր մոմով, որի վրա գրված էր միայն մեկ անուն՝ Վահագն Դավթյան։ Այդ ծրարը բերել էր անծանոթ մարդ, մութ բաճկոնով, ով մտել էր տնօրենի սենյակ առավոտյան ժամը 7-ին, երբ դեռ ոչ ոք չէր եկել աշխատանքի։ Պահակը հետո կպատմի, որ այդ մարդը ցույց էր տվել հատուկ անցագիր, այնպիսին, որը բացում էր բոլոր դռները Երևանում, նույնիսկ այնպիսիները, որոնց մասին սովորական մարդիկ չգիտեին։ Ծրարի ներսում եղել է մեկ թերթ, մեքենագրված, առանց ստորագրության, բայց բոլորը հասկացել են, որ այն եկել է շատ բարձրից։ Այնտեղ գրված էր 5 տող, որոնք փոխեցին 3 մարդու ճակատագիրը։ Առաջին տողը պահանջում էր Վահագն Դավթյանին անմիջապես տեղափոխել Լենինգրադ, հին թատրոն, որտեղ նրան սպասում էր պաշտոն, որը հնարավոր չէր մերժել։ Երկրորդ տողը նշում էր, որ Գալյան Նովենցը պետք է շարունակի աշխատել Երևանում, առանց որևէ փոփոխության։ Երրորդ տողը, ամենասարսափելին, նախազգուշացնում էր, որ ցանկացած փորձ խախտել այս որոշումը կհանգեցնի հետևանքների, որոնք կանդրադառնան ոչ միայն դերասաններին, այլև նրանց ընտանիքներին։ Ո՞վ էր ուղարկել այդ հրամանը։ Արամ Նովենցը, թե ավելի բարձր ուժեր, որոնք ուզում էին պահպանել կարգը հանրապետության մշակութային կյանքում։ Եվ ամենակարևորը, արդյոք Գալյան իմանում էր, որ նրա սերը դատապարտված էր ոչ թե սրտի, այլ պետության որոշմամբ։ Ապրիլի առաջին օրերին Վահագնը չեկավ փորձի։ Գալյան սպասեց նրան ժամ, 2, 3, եւ յուրաքանչյուր անցած րոպեն դառնում էր ավելի ծանր։ Ռեժիսորը նյարդայնանում էր, մյուս դերասանները շշնջում էին անկյուններում, եւ Գալյան նստած էր դատարկ դահլիճում, զգալով, թե ինչպես է սառչում նրա ներսում ամեն ինչ։ Երեկոյան ժամը 6-ին եկավ թատրոնի քարտուղարը եւ բերեց նամակ, սպիտակ ծրարում, առանց հասցեատիրոջ անվան։ Գալյան բացեց այն դողացող ձեռքերով եւ կարդաց 3 նախադասություն, որոնք գրված էին Վահագնի ձեռագրով, այդ թեք, արագ, գրեթե անըլթեռնելի տառերով։ Ինձ ուղարկում են Լենինգրադ։ Ես չունեմ ընտրության իրավունք։ Ներեցեք ինձ, որ չկարողացա պայքարել։ Այդ ամենը։ Ոչ բացատրություն, ոչ խոստում, ոչ հրաժեշտ։ Գալյան նստեց այնտեղ նամակը ձեռքին եւ զգաց, թե ինչպես է քայքայվում ինչ-որ բան նրա ներսում, ոչ թե սիրտը, այլ ավելի խորը, այնտեղ, որտեղ ապրում է հույսը։ Նա չլաց, չգոչեց, չխնդրեց օգնություն։ Նա պարզապես նստեց եւ նայեց դատարկ բեմին, որտեղ 3 դեռ նրանք փորձում էին տեսարանը, որտեղ Վահագնը պահել էր նրան իր գրկում եւ շշնջել. Ես կլինեմ այստեղ։ Բայց նա չէր։ Եվ Գալյան հասկացավ, որ երբեք չի լինի։ Հաջորդ 3 շաբաթները Գալյան ապրեց ինչպես ավտոմատ։ Նա գնում էր փորձերի, խաղում էր իր դերերը, վերադառնում էր տուն եւ պարկում անկողնում, առանց ընթրելու։ Արամը նկատում էր փոփոխությունը, բայց ոչինչ չէր ասում։ Նա դարձել էր անսովոր ուշադիր, հարցնում էր, թե արդյոք Գալյան ուզում է թեյ, արդյոք ցավում է գլուխը, արդյոք անհրաժեշտ է բժիշկ կանչել։ Այդ հոգացությունը, որը նախկինում բացակայել էր նրանց ամուսնությունից, հիմա թվում էր ծաղրանք։ Գալյան գիտեր, որ Արամը հասկանում է ամեն ինչ, եւ այդ լռությունը, այդ կեղծ քաղաքավարությունը ավելի դաժան էր, քան ցանկացած մեղք։ Նա չգիտեր, թե ինչու էր դա լինում, բայց մի օր հեռախոսն անձամբ տամեց իր հոգեբանին։ Այդ օրը հաստատ չէր սպասում։ Նա գնաց մասնագետի տան եւ երբ դուրս եկավ, ինչ-որ բան էր կարող լի դաժան էր, քան ցանկացած մեղադրանք։ Մի երեկո, երբ նրանք նստած էին ճաշասենյակում եւ Արամը կարդում էր թերթ, Գալյան հանկարծ հարցրեց. Դու գիտես, թե ինչու նրան ուղարկեցին Լենինգրադ։ Արամը չբարձրացրեց գլուխը թերթից։ Լենինգրադի թատրոնը ավելի լավ հնարավորություններ է տալիս երիտասարդ դերասաններին, ասաց նա հանգիստ։ Դա նրա կարիերայի համար ճիշտ քայլ է։ Գալյան նայեց նրան եւ հասկացավ, որ Արամը ստում է, բայց նա նաեւ հասկացավ, որ երբեք չի իմանա ճշմարտությունը, որովհետեւ Արամ Նովենցը այն մարդն էր, ով գիտեր, թե ինչպես շարժեն մարդկանց կյանքում առանց թողնելու որևէ հետք։ Մայիսին Գալյան սկսեց փոխվել այնպես, որ բոլորը նկատեցին։ Նա դարձավ ավելի սառը, ավելի հեռավոր, ավելի անմատչելի։ Փորձերի ժամանակ նա խաղում էր իր դերերը անթերի ճշգրտությամբ, բայց առանց այն կրքի, որը նախկինում բնորոշ էր նրան։ Ռեժիսորները բողոքում էին, որ նա դարձել է չափազանց տեխնիկական, որ նրա խաղում չկա հոգի, բայց Գալյան չէր փոխվում։ Նա սովորել էր ապրել առանց հույսի, եւ այդ սովորությունը դարձրել էր նրան անխոցելի։ Թատրոնում սկսեցին շրջել լուրեր, որ Գալյան Նովենցը հիվանդ է, որ նրան տանջում են նյարդերը, որ նա գուցե հեռանա բեմից։ Բայց Գալյան շարունակում էր գալ ամեն օր, շարունակում էր խաղալ,
շարունակում էր ժպտալ, երբ անհրաժեշտ էր։ Եվ միայն մի մարդ գիտեր, թե ինչ էր իրականում կատարվում նրա հետ։ Դա եղավ Մարինե Սարգսյանը, թատրոնի հին դերասանուհին, ով տասնամյակներ շարունակ խաղացել էր երկրորդական դերեր եւ տեսել էր ամեն ինչ։ Մի օր նա մոտեցավ Գալիային փորձից հետո եւ ասաց. «Երբ կինը կորցնում է սերը, նա ունի երկու ընտրություն՝ մեռնել կամ վրեժ լուծել։ Դու չես նման մեռնողի, ուրեմն ինչու ես սպասում»։ Գալիան նայեց նրան եւ առաջին անգամ 3 ամսվա ընթացքում իսկական ժպիտ ծագեց նրա շրթներին։ «Որովհետեւ վրեժը պետք է լինի սառը», ասաց նա, «եւ ես դեռ չափազանց տաք եմ»։ Հունիսին Արամ Նովենցը սկսեց նկարահանել նոր ֆիլմ՝ «Կորած երազանքները»։ Դա պետք է լիներ նրա ամենամեծ նախագիծը՝ պատմություն կնոջ մասին, ով զոհաբերում է ամեն ինչ ընտանիքի համար, բայց վերջում մնում է միայնակ եւ մոռացված։ Արամը ուզում էր, որ Գալիան խաղա գլխավոր դերը, եւ նա համաձայնեց առանց վիճելու։ Նկարահանումները սկսվեցին հուլիսին, եւ Գալիան աշխատեց այնպիսի ինտենսիվությամբ, որը սարսափեցրեց նույնիսկ փորձառու օպերատորներին։ Նա գալիս էր հրապարակ առավոտյան 6-ին եւ հեռանում միայն երեկոյան, երբ լույսը դառնում էր անբավարար նկարահանումների համար։ Նա չէր բողոքում հոգնածության դեմ, չէր խնդրում ընդմիջումներ, չէր մերժում ոչ մի տեսարան, անկախ նրանից, թե որքան դժվար էր այն։ Արամը նայում էր նրան տեսախցիկի ետևից եւ զգում, որ նկարահանում է ոչ թե դերասանուհուն, այլ իր կնոջ վերափոխումը։ Գալիան խաղում էր կնոջը, ով դառնում է ուրվական, եւ Արամը տեսնում էր, թե ինչպես է իր իսկական կինը դառնում ճիշտ այդպիսին՝ սառը, հաշվարկող, անգութ։ Մի տեսարանում, որտեղ հերոսուհին պետք է նայեր ամուսնու աչքերի մեջ եւ ասեր. «Ես քեզ երբեք չեմ ներել»։ Գալիան ասաց այդ տողը այնպիսի համոզմամբ, որ ամբողջ հրապարակը լռեց։ Արամը կանգնեցրեց նկարահանումը եւ ասաց. «Կրկնենք»։ Նրանք կրկնեցին 12 անգամ, եւ յուրաքանչյուր անգամ Գալիայի ձայնը դառնում էր ավելի սառը, ավելի վճռական։ Երբ Արամը վերջապես ասաց. «Լավ է», Գալիան շրջվեց եւ հեռացավ, առանց նայելու նրան։ Եվ Արամը հասկացավ, որ այդ տողը ուղղված էր ոչ թե սցենարի հերոսին, այլ իրեն։ Օգոստոսին, երբ նկարահանումները գրեթե ավարտված էին, Գալիան հանդիպեց մի մարդու, ով փոխեց նրա պլանները։ Դա եղավ Գևորգ Հավաքյանը, հայտնի գրող, ով վերադարձել էր Երևան Մոսկվայից եւ փնտրում էր դերասանուհի իր նոր պիեսի համար։ Պիեսը կոչվում էր «Մեդիա», եւ դա եղավ ժամանակակից մեկնաբանություն հին հունական տրագեդիայի։ Գևորգը ուզում էր ցույց տալ մեդիան ոչ թե որպես հիստերիկ կին, այլ որպես սառը, հաշվարկող վրեժխնդիր, ով պլանավորում է իր վրեժը տարիներ շարունակ։ Երբ նա առաջարկեց Գալիային այդ դերը, նա համաձայնեց անմիջապես։ Արամը դեմ էր, ասելով, որ Գալիան հոգնած է, որ նրան անհրաժեշտ է հանգիստ, որ մեդիայի դերը չափազանց ծանր է նրա համար։ Բայց Գալիան առաջին անգամ տասնամյակների ընթացքում հակասեց նրան բացահայտ։ «Ես կխաղամ մեդիան», ասաց նա, «եւ դու չես կարող ինձ արգելել»։ Արամը նայեց նրան եւ տեսավ իր աչքերում ինչ-որ բան, որը նախկինում երբեք չէր եղել։ Դա ատելություն չէր, ոչ էլ զայրույթ։ Դա եղավ սառը, հանգիստ վճռականություն։ Եվ Արամը հասկացավ, որ կորցրել է ոչ միայն կնոջը, այլև վերահսկողությունը նրա վրա։ Սեպտեմբերին սկսվեցին մեդիայի փորձերը, եւ Գալիան սկսեց ապրել կրկնակի կյանք։ Ցերեկը նա աշխատում էր Արամի ֆիլմի վերջնական տեսարանների վրա, իսկ երեկոները նվիրում էր մեդիայի դերին։ Նա կարդում էր հին հունական աղբյուրները, ուսումնասիրում էր հոգեբանության գրքերը վրեժխնդրության մասին, խոսում էր հոգեբանների հետ, փորձելով հասկանալ, թե ինչպես կարող է մայրը սպանել իր երեխաներին։ Գևորգ Ավագյանը նայում էր նրա աշխատանքին եւ զարմանում էր այն նվիրվածությանը, որով Գալիան մոտենում էր դերին։ «Դուք խաղում եք մեդիան այնպես, կարծես ինքներդ եք ապրել նրա ցավը», ասաց նա մի անգամ։ Գալիան նայեց նրան եւ ժպտաց դառնորեն։ «Յուրաքանչյուր կին, ով սիրել է եւ դավաճանվել, ապրել է մեդիայի ցավը», ասաց նա։ «Տարբերությունը միայն այն է, որ մենք չենք սպանում մեր երեխաներին։ Մենք սպանում ենք մեր երազանքները»։ Այդ խոսքերը մնացին Գևորգի հիշողության մեջ եւ տարիներ անց, երբ նա կգրի իր հուշերը, կնշի, որ Գալիա Նովենցը եղել է միակ դերասանուհին, ով իսկապես հասկացել է մեդիայի էությունը։ Հոկտեմբերի վերջին մեդիայի պրեմիերան դարձավ սկանդալ։ Գալիայի խաղը եղավ այնքան ինտենսիվ, այնքան սարսափելի իսկական, որ դահլիճի կեսը չդիմացավ եւ հեռացավ ընդմիջումից հետո։ Նա խաղաց մեդիան ոչ թե որպես հիստերիկ կին, այլ որպես սառը, հաշվարկող ոճրագործ, ով պլանավորում է իր վրեժը յուրաքանչյուր մանրուքով։ Երբ եկավ տեսարանը, որտեղ մեդիան սպանում է իր երեխաներին, Գալիան արտասանեց մենախոսությունը այնպիսի ձայնով, որը սառեցրեց արյունը երակներում։ Նա չէր լացում, չէր գոչում։ Նա խոսում էր հանգիստ,
գրեթե քնքշորեն, բացատրելով երեխաներին, թե ինչու է անհրաժեշտ, որ նրանք մեռնեն։ Եվ այդ սառը մայրական ձայնը, որը խոսում էր մահվան մասին, եղավ ավելի սարսափելի, քան ցանկացած ճիչ։ Արամը նստած էր դահլիճում եւ զգում, թե ինչպես է սառչում նրա ողջ մարմինը։ Նա հասկացավ, որ Գալիան խաղում է ոչ թե մեդիան, այլ իր սեփական վրեժխնդրությունը։ Եվ նա նաև հասկացավ, որ այդ վրեժը դեռ չի իրականացվել։ Դա միայն սկիզբն էր։ Պրեմիերայից հետո Գալիան վերադարձավ տուն ուշ գիշեր։ Արամը սպասում էր նրան կաբինետում, կոնյակի բաժակով ձեռքին։ Երբ Գալիան մտավ, նա նայեց նրան եւ ասաց. «Այսօր դու ցույց տվեցիր ինձ, թե ինչպիսին ես իրականում»։ Գալիան հանեց վերարկուն եւ նստեց նրա դիմաց։ «Ոչ», ասաց նա հանգիստ։ «Այսօր ես ցույց տվեցի քեզ, թե ինչպիսին դու ստիպեցիր ինձ դառնալ»։ Արամը լցրեց երկրորդ բաժակ եւ մեկնեց նրան։ Գալիան վերցրեց եւ խմեց մի կում։ Նրանք նստեցին լռության մեջ, եւ այդ լռությունը լցված էր բոլոր այն խոսքերով, որոնք նրանք երբեք չէին ասի միմյանց։ Վերջապես Արամը ասաց. «Ես գիտեմ, որ դու ատում ես ինձ, բայց դու երբեք չես հեռանա, որովհետև առանց ինձ դու ոչինչ ես»։ Գալիան նայեց նրա աչքերի մեջ եւ ժպտաց, այդ նոր սառը ժպիտով, որը նա սովորել էր մեդիայից։ «Դու սխալվում ես», ասաց նա։ «Ես չեմ հեռանա, բայց ոչ այն պատճառով, որ դու կարծում ես։ Ես կմնամ, որովհետև ուզում եմ տեսնել, թե ինչպես ես կքայքայվում։ Եվ ես կլինեմ այնտեղ, ժպտալով, երբ դու կհասկանաս, որ կորցրել ես ամեն ինչ»։ Արամը նայեց նրան երկար, փորձելով հասկանալ, թե արդյոք նա լուրջ է։ Եվ երբ տեսավ Գալիայի աչքերում այդ սառը, անսասան վճռականությունը, հասկացավ, որ նա խոսում է ճշմարտությունը։ Այդ գիշեր նրանք քնեցին տարբեր սենյակներում, առաջին անգամ իրենց ամուսնության ընթացքում, եւ երկուսն էլ գիտեին, որ ինչ-որ բան անդառնալիորեն կոտրվել է նրանց միջև, բայց ոչ ոք չգիտեր, թե ինչ հետևանքներ կունենա այդ կոտրվածքը։ Դեռ։ Երևանի կենտրոնական բանկի տնօրենի անձնական սեյֆում, որը բացվեց միայն 1991 թվականին, Խորհրդային Միության փլուզումից հետո, գտնվեց փոքրիկ տետր, կապված սև կաշվով, որի էջերը լցված էին թվերով եւ անուններով։ Այդ տետրը պատկանել էր Արամ Նովենցին, եւ այնտեղ նա մանրակրկիտ գրանցել էր յուրաքանչյուր գումար, որը տվել էր որպես կաշառք, յուրաքանչյուր մարդու անունը, ում գնել էր, յուրաքանչյուր գործարքը, որը կնքել էր ստվերում։ 12-րդ էջում գրված մանրատար գրվածքով կար մի գրառում, որը բացատրում էր, թե ինչու Վահագն Դավթյանը հեռացավ Երևանից ընդամենը 48 ժամվա ընթացքում։ Այնտեղ նշված էր գումարը՝ 3000 ռուբլի, անունը, կուլտուրայի նախարարության տեղակալ եւ նպատակը՝ Վահագնի անմիջական տեղափոխում Լենինգրադ, առանց իրավունքի վերադառնալ Երևան 3 տարվա ընթացքում։ Բայց ամենասարսափելին եղավ վերջին տողը, որը գրված էր կարմիր թանաքով։ Եթե Գալիան փորձի հետևել նրան, ապահովել Վահագնի ընտանիքի անդամների Լենինգրադում բնակվող մոր եւ քրոջ, խնդիրներ բնակարանային հարցում։ Այս տողը ցույց էր տալիս, որ Արամ Նովենցը պատրաստ էր գնալ ցանկացած երկարության, պահելու համար այն, ինչը համարում էր իր սեփականությունը։ Բայց արդյոք նա գիտեր, որ Գալիան արդեն իսկ սովորել էր խաղալ նույն խաղը, միայն ավելի համբերատար եւ ավելի դաժան։ Եվ արդյոք նա կարող էր պատկերացնել, որ իր սեփական գրառումները մի օր կդառնան ապացույց նրա դեմ, ոչ թե դատարանում, այլ ավելի վատ տեղում, հասարակական կարծիքի դատավորության առջև։ Նոյեմբերի սառը առավոտները Գալիան սկսեց այցելել տեղեր, որտեղ երբեք նախկինում չէր եղել։ Նա գնում էր Երևանի հին շուկա, որտեղ վաճառվում էին ոչ միայն բանջարեղեն եւ միս, այլև տեղեկություններ, նրանց համար, ովքեր գիտեին, թե ում հարցնել եւ ինչ գին վճարել։ Այնտեղ, փոշոտ շարքերի միջև, որտեղ հոտում էր խոտած պաներով եւ թարմ սամիթով, Գալիան հանդիպեց Սուրեն Խաչատրյանին, նախկին լրագրողի, ով կորցրել էր աշխատանքը, երբ համարձակվել էր գրել ճշմարտությունը մի բարձրաստիճան պաշտոնյայի մասին։ Սուրենը ապրում էր հիմա փոքրիկ տեղեկությունների վաճառքից, իմանալով ամեն ինչ բոլորի մասին, բայց չունենալով հնարավորություն հրապարակել դա։ Երբ Գալիան մոտեցավ նրան եւ հարցրեց, թե արդյոք նա կարող է օգնել գտնել որոշակի փաստաթղթեր, Սուրենը նայեց նրան երկար, գնահատող հայացքով։ Ինչու է Գալիան Նովենցը, ազգային կինոյի թագուհին, հետաքրքրված կեղտոտ փաստաթղթերով, հարցրեց նա։ Գալիան հանեց իր դրամապանակից 5 տասնյակ ռուբլի եւ դրեց Սուրենի ձեռքին։ Որովհետև թագուհիները նույնպես սովորում են պատերազմել, ասաց նա, եւ ամենաարդյունավետ զենքը ճշմարտությունն է։ Սուրենը վերցրեց փողը եւ ժպտաց, ցույց տալով իր ոսկե ատամները։ Ինչ տեսակի ճշմարտություն եք փնտրում, հարցրեց նա։ Գալիան նայեց նրա աչքերի մեջ եւ ասաց հանգիստ. ամեն ինչ, ինչ կարող է ոչնչացնել մարդու համբավը։ Ամեն մի գաղտնի գործարք,
Ամեն մի վճարված կաշառք, ամեն մի սուտ, որը ասվել է պաշտոնական փաստաթղթերում։ Սուրենը սուլեց դանդաղ։ Դուք խոսում եք լուրջ բաների մասին, ասաց նա։ Այդպիսի տեղեկությունները կարող են սպանել մարդու։ Գալյան ժպտաց այդ սառը ժպիտով, որը դարձել էր նրա նոր դեմքը։ Ճիշտ է, ասաց նա։ Դրա համար էլ ես դրանք ուզում եմ։ Դեկտեմբերին Արամ Նովենցը սկսեց նկատել, որ ինչ-որ բան փոխվել է նրա շուրջը։ Փոքրիկ անտեսանելի փոփոխություններ, որոնք առանձին թվում էին անկարևոր, բայց միասին ստեղծում էին անհանգստության զգացում։ Կինոստուդիայի տնօրենը, որը միշտ ողջունում էր նրան ջերմորեն, հիմա անցնում էր կողքով, միայն գլուխը թեթևակի տալով։ Սցենարիստը, որի հետ Արամը աշխատել էր 15 տարի, հանկարծ հայտարարեց, որ ուզում է աշխատել այլ ռեժիսորի հետ։ Օպերատորը, որը նկարահանել էր նրա բոլոր ֆիլմերը, սկսեց բողոքել առողջական խնդիրներից եւ խնդրեց ազատել նրան նոր նախագծից։ Արամը փորձեց հասկանալ, թե ինչ է կատարվում, Բայց ոչ ոք չէր ասում ուղղակիորեն։ Բոլորը ժպտում էին, բոլորը քաղաքավար էին, բայց Արամը զգում էր, թե ինչպես է հողը դանդաղորեն սահում նրա ոտքերի տակից։ Մի երեկո նա կանչեց իր հին ընկերոջը, Վարդան Պետրոսյանին, ով աշխատում էր կուլտուրայի նախարարությունում եւ միշտ տեղեկացված էր բոլոր կուլիսային խաղերի մասին։ Նրանք հանդիպեցին փոքրիկ ռեստորանում, հեռու կենտրոնից, որտեղ ոչ ոք չէր ճանաչի նրանց։ Վարդանը խմեց 2 բաժակ օղի, նախքան համարձակվեց խոսել։ Արամ, ինչ-որ մեկը տարածում է լուրեր քո մասին, ասաց նա։ Լուրեր, որոնք չեն հաստատվում, բայց նաև չեն հերկվում։ Մարդիկ շշնջում են, որ դու օգտագործել ես կապերդ, վնասելու համար մարդկանց, ովքեր խանգարել են քեզ։ Որ դու վճարել ես կաշառքներ, ստանալու համար լավագույն դերասանները, լավագույն սցենարները, լավագույն ժամանակաշրջանները կինոթատրոններում։ Արամը սառեց։ Ո՞վ է տարածում այդ լուրերը, հարցրեց նա։ Վարդանը թեքեց գլուխը։ Ոչ ոք չգիտի, ասաց նա։ Բայց լուրերը գալիս են տարբեր աղբյուրներից, միաժամանակ Կարծես ինչ-որ մեկը պլանավորել է դա շատ ուշադիր։ Արամը նայեց իր բաժակին եւ հանգարց հասկացավ։ Նա հիշեց Գալիայի սառը ժպիտը, նրա հանգիստ ձայնը, երբ նա ասաց. Ես կմնամ, որովհետեւ ուզում եմ տեսնել, թե ինչպես ես կքայքայվում։ Եվ նա հասկացավ, որ իր կինը սկսել է պատերազմ, որը նա չէր սպասում։ Հունվարին 1967 թվականին Արամ Նովենցը ստացավ հրավեր կուլտուրայի նախարարություն, կարևոր խոսակցության համար։ Երբ նա մտավ նախարարի սենյակ, տեսավ 3 մարդու նստած սեղանի շուրջը, եւ նրանց դեմքերը լուրջ էին այնպես, որ Արամը անմիջապես հասկացավ, սա ոչ թե սովորական հանդիպում է։ Նախարարը ցույց տվեց նրան նստել եւ բացեց թղթապանակ, որը լցված էր փաստաթղթերով։ Ընկեր Նովենց, սկսեց նա, եւ Արամը նկատեց, որ նա չասաց Արամ, ինչպես սովորաբար անում էր։ Մենք ստացել ենք լուրեր, որոնք անհանգստացնում են մեզ։ Լուրեր ձեր մասին, որոնք եթե ճշմարիտ են, կարող են լուրջ վնասել ոչ միայն ձեր համբավին, այլև ամբողջ հանրապետության կինոարտադրության համբավին։ Նա սկսեց կարդալ ցանկ, մեկը մյուսի հետևից։ Կաշառքներ սցենարիստներին, որպեսզի նրանք մերժեն այլ ռեժիսորների առաջարկները։ Սպառնալիքներ դերասաններին, որպեսզի նրանք չաշխատեն նրա մրցակիցների հետ։ Կեղծ հաշվետվություններ նկարահանումների ծախսերի մասին, որտեղ գումարի մի մասը գնացել է Արամի անձնական գրպան։ Յուրաքանչյուր մեղադրանք ուղեկցվում էր փաստաթղթերով, ամսաթվերով, անուններով։ Արամը լսում էր եւ զգում, թե ինչպես է սաղչում նրա արյունը։ Նա ճանաչում էր այդ փաստերը, որովհետև դրանք ճշմարիտ էին։ Բայց ինչպես էր ինչ-որ մեկը հավաքել այդ ամենը։ Ինչպես էր ինչ-որ մեկը իմացել մանրամասները, որոնք նա այնքան ուշադիր թաքցրել էր։ Երբ նախարարը ավարտեց կարդալը, նա նայեց Արամի աչքերի մեջ եւ ասաց. Մենք չենք ուզում սկանդալ, բայց դուք պետք է հասկանաք, որ այսուհետև յուրաքանչյուր ձեր քայլ կլինի վերահսկվող։ Եվ եթե այս մեղադրանքներից որևէ մեկը հաստատվի, դուք կորցնեք ամեն ինչ։ Արամը դուրս եկավ նախարարությունից եւ կանգնեց փողոցում, ձմեռային սառը քամուտակ, եւ առաջին անգամ իր կյանքում զգաց իսկական վախ։ Ոչ թե վախ բանտից կամ պատժից, այլ վախ այն բանից, որ ինչ որ մեկը, ում նա կարծում էր, որ վերահսկում է, դարձել է անվերահսկելի։ Փետրվարին Գալյան սկսեց երկրորդ փուլը։ Նա սկսեց հանդիպել լրագրողների հետ, ոչ բացահայտորեն, այլ պատահականորեն, սրճարաններում, թատրոնի ֆոյեում, բարեկամների տներում։ Նա երբեք չխոսում էր ուղղակիորեն Արամի մասին, բայց նա պատմում էր պատմություններ, ընդհանուր պատմություններ, կանանց մասին, ովքեր ապրում էին ստվերում, կանանց մասին, ովքեր զոհաբերել էին իրենց տաղանդը ամուսինների կարիերայի համար, կանանց մասին, ովքեր լռել էին տարիներ շարունակ, մինչև վերջապես գտել էին ձայնը։ Լրագրողները լսում էին եւ հասկանում, թե ինչի մասին է խոսում Գալյան, թեև նա երբեք չէր հիշատակում անուններ։ Նրանք սկսեցին գրել հոդվածներ,
Նուրբ խելացի հոդվածներ, որտեղ չկային ուղակի մեղադրանքներ, բայց կային հարցեր։ Հարցեր այն մասին, թե արդյոք մեծ ռեժիսորները միշտ արդար են իրենց կանանց հետ։ Հարցեր այն մասին, թե արդյոք հաջողության ետևում միշտ կա մաքուր աշխատանք, թե երբեմն նաև մանիպուլյացիա եւ վերահսկողություն։ Այս հոդվածները չէին վնասում Արամին ուղղակիորեն, բայց դրանք ստեղծում էին մթնոլորտ, որտեղ մարդիկ սկսում էին կասկածել, սկսում էին հարցնել, սկսում էին նայել նրան այլ աչքերով։ Եվ Արամը, որը կարդում էր այդ հոդվածները, հասկանում էր, որ Գալյան խաղում է երկարաժամկետ խաղ, որտեղ նպատակը ոչ թե արագ հարված է, այլ դանդաղ մեթոդիկ քայքայում։ Նա հիշեց, թե ինչպես էր Գալյան խաղացել մեդիան, սառը, հաշվարկող, համբերատար, եւ հասկացավ, որ նա այժմ ապրում է այդ դերը իր իսկական կյանքում։ Մարտին Արամը փորձեց հակահարձակվել։ Նա սկսեց տարածել իր լուրեր Գալյայի մասին, որ նա դարձել է անկայուն, որ նրա խաղը թատրոնում դարձել է չափազանց ինտենսիվ, որ նա գուցե անհրաժեշտ է բժշկական օգնություն։ Նա խոսեց ռեժիսորների հետ, ովքեր աշխատում էին Գալյայի հետ, եւ փորձեց համոզել նրանց, որ նրա վարքագիծը դառնում է խնդրահարույց։ Բայց ռեժիսորները լսում էին քաղաքավարի եւ ոչինչ չէին պատասխանում։ Նրանք տեսել էին Գալյայի աշխատանքը, տեսել էին նրա նվիրվածությունը եւ նրանք չէին հավատում Արամի խոսքերին։ Ավելին, Արամի փորձերը վարկաբեկել Գալյային միայն ավելացրին կասկածները նրա նկատմամբ։ Մարդիկ սկսեցին մտածել. ինչու է այդքան անհանգստանում։ Ինչ է նա փորձում թաքցնել։ Եվ Արամը հասկացավ, որ յուրաքանչյուր նրա քայլ միայն խորացնում է այն փոսը, որի մեջ նա արդեն գտնվում էր։ Նա սկսեց խմել ավելի շատ, ոչ թե հաճույքի համար, այլ մոռանալու համար։ Նա սկսեց խուսափել հանրային միջոցառումներից, որտեղ մարդիկ նայում էին նրան տարօրինակ։ Նա սկսեց մնալ տանը, իր կաբինետում, որտեղ պատերը լցված էին նրա հին հաջողությունների լուսանկարներով, եւ այդ լուսանկարները հիմա թվում էին ծաղրանք։ Գալյան նայում էր նրան եւ ոչինչ չէր ասում։ Նա պարզապես շարունակում էր ապրել իր կյանքը, գնում էր թատրոն, խաղում էր իր դերերը, վերադառնում էր տուն ուշ գիտուն, ուշ գիշեր։ Նրանք գրեթե չէին խոսում միմյանց հետ, բայց այդ լռությունը ավելի բարձրաձայն էր, քան ցանկացած վեճ։ Դա եղավ լռություն, որը նախորդում է վերջնական կոտրվածքին։ Ապրիլի վերջին Արամ Նովենցը ստացավ հեռախոսազանգ, կեսգիշերին։ Ձայնը հեռախոսի մյուս ծայրում եղավ անծանոթ, տղամարդու ձայն, որը խոսում էր դանդաղ եւ հստակ։ «Ընկեր Նովենց, ես զանգահարում եմ ձեզ որպես ընկեր», ասաց ձայնը։ «Ես ուզում եմ նախազգուշացնեմ ձեզ, որ շատ շուտով կհրապարակվի տեղեկություն, որը կփոխի ամեն ինչ։ Տեղեկություն ձեր ֆինանսական գործարքների մասին, ձեր կապերի մասին, ձեր մեթոդների մասին։ Եթե դուք խելացի եք, դուք կգտնեք ճանապարհ հեռանալու, նախքան այդ տեղեկությունը դառնա հրապարակային»։ Արամը ուզում էր հարցնել, թե ով է զանգահարում, բայց գիծը արդեն անջատված էր։ Նա նստեց իր անկողնում, մութ սենյակում, եւ զգաց, թե ինչպես է դողում նրա ձեռքերը։ Նա հասկացավ, որ սա վերջն է։ Ոչ թե վերջը նրա կարիերայի, այլ վերջը այն կյանքի, որը նա կառուցել էր 30 տարի շարունակ։ Նա նայեց դեպի դուռը, որտեղ մյուս կողմում քնում էր Գալյան, եւ հանկարծ զգաց ինչ-որ տարօրինակ զգացում, խառնուրդ ատելության, հիացմունքի եւ գրեթե հպարտության, որովհետեւ նա հասկացավ, որ Գալյան արել է այն, ինչ նա երբեք չէր կարծում, որ նա կկարողանա անել։ Նա սովորել էր խաղալ նրա սեփական խաղը, եւ նա խաղացել էր այն ավելի լավ, քան Արամը երբևէ կարող էր։ Եվ այդ գիշեր Արամ Նովենցը առաջին անգամ իր կյանքում զգաց ոչ թե զայրույթ, այլ պարտության ընդունում։ Նա հասկացավ, որ պատերազմը վերջացել է, նախքան նա նույնիսկ ամբողջությամբ հասկանար, որ այն սկսվել է։ Մայիսի առաջին օրը Երևանի գլխավոր թերթը հրապարակեց հոդված, վերնագրով «Մշակույթի ստվերները»։ Հոդվածը չէր հիշատակում Արամ Նովենցի անունը, բայց նկարագրում էր հայտնի ռեժիսորի, ով օգտագործել է իր դիրքը վերահսկելու համար դերասանների կարիերան, ով վճարել է կաշառքներ ապահովելու համար լավագույն ռեսուրսները իր ֆիլմերի համար, ով սպառնացել է նրանց, ովքեր համարձակվել էին հակասել նրան։ Հոդվածը լցված էր փաստերով, ամսաթվերով, մեջբերումներով անանուն աղբյուրներից։ Եվ թեև անունը չէր հիշատակվում, ամբողջ Երևանը հասկացավ, թե ով է այդ հայտնի ռեժիսորը։ Արամը կարդաց հոդվածը իր կաբինետում, եւ նրա ձեռքերը դողում էին այնպես, որ թերթը ընկավ գետնին։ Նա նստեց իր աթոռին եւ նայեց պատին կախված լուսանկարներին։ Լուսանկարներ նրա հաջողություններից, նրա մրցանակներից, նրա փառքից։ Եվ հանկարծ այդ ամենը թվաց դատարկ, անիմաստ, կեղծ։ Նա լսեց քայլեր դռան մոտ եւ իմացավ, որ Գալյան է։ Նա մտավ սենյակ, հագնված իր թատերական զգեստով, պատրաստ գնալու փորձի։ Նա նայեց Արամին եւ նրա աչքերում չկար ատելություն, չկար հաղթանակի ուրախություն։ Կար միայն հանգիստ, սառը գնահատում։
Դու ասացիր, որ առանց քեզ ես ոչինչ եմ, ասաց Գալյան։ Բայց դու սխալվեցիր։ Ես եմ այն, ինչ դու ստիպեցիր ինձ դառնալ։ Եվ հիմա դու կապրես այն կյանքում, որը դու ստեղծեցիր։ Նա շրջվեց եւ հեռացավ, եւ Արամը լսեց նրա քայլերի ձայնը միջանցքում, դանդաղ, հանգիստ, վստահ։ Եվ նա հասկացավ, որ Գալյան չէր հեռանում նրանից։ Նա մնում էր, ճիշտ այնպես, ինչպես խոստացել էր։ Մնում էր տեսնելու համար, թե ինչպես է Արամը քայքայվում։ Եվ այդ պահին Արամ Նովենցը հասկացավ, որ կա ավելի վատ բան, քան կորցնելը։ Դա եղավ կորցնելը այն մարդու ձեռքից, ում դու կարծում էիր, որ վերահսկում ես։ Թատրոնի հին պահարանում, որտեղ պահվում էին տասնամյակների դերերի կոստյումները եւ մոռացված ռեկվիզիտները, աշխատակիցները հայտնաբերեցին փոքրիկ արկղ, փակված ժանգոտ կողպեքով, որի բանալին կորած էր տարիներ առաջ։ Երբ նրան բացեցին այն ուժով, ներսում գտան հարյուրավոր նամակներ։ Բոլորը գրված Վահագն Դավթյանի ձեռքով։ Բոլորը ուղղված Գալյան Նովենցին, եւ ոչ մեկը երբեք չէր հասել նրան։ Այդ նամակները գրված էին Լենինգրադից սկսած 1966 թվականի ապրիլից եւ շարունակվելով մինչեւ 1969 թվականի դեկտեմբեր։ Յուրաքանչյուր նամակում Վահագնը պատմում էր իր կյանքի մասին Լենինգրադում, իր ցավի մասին, իր անընդհատ մտքերի մասին Գալիայի մասին։ Նա գրում էր, թե ինչպես է ամեն երեկո նստում իր փոքրիկ բնակարանում եւ պատկերացնում, թե ինչպես է Գալյան խաղում Երևանի բեմում։ Նա գրում էր, թե ինչպես է փորձել վերադառնալ, բայց ամեն անգամ ստացել է սպառնալիքներ, ոչ թե իր, այլ իր ընտանիքի հասցեին։ Վերջին նամակում, գրված դեկտեմբերի 22-ին, Վահագնը գրել էր. Ես հասկանում եմ, որ դու երբեք չես ստանա այս նամակները, բայց ես շարունակում եմ գրել, որովհետև դա միակ ձևն է, որով ես զգում եմ, որ դեռ կապված եմ քեզ հետ։ Գիտիր, Գալիա, որ ես երբեք չեմ դադարել քեզ սիրել։ Եվ եթե կա հետագա կյանք, ես կգտնեմ քեզ այնտեղ։ Ո՞վ էր խլել այդ նամակները Գալիայից։ Թատրոնի ադմինիստրացիան, որը վախենում էր սկանդալից, թե ինչ որ մեկը, ով ուզում էր ապահովել, որ Գալիան երբեք չիմանա, որ Վահագնը չէր մոռացել նրան։ Եվ ինչպես կփոխվեր Գալիայի կյանքը, եթե նա ստանար գոնե մեկ այդ նամակներից եւ իմանար, որ նրա սերը չէր եղել միակողմանի։ Հունիսին Արամ Նովենցի աշխարհը սկսեց փլուզվել ավելի արագ, քան նա կարող էր պատկերացնել։ Կինոստուդիայի տնօրենությունը կանչեց նրան եւ հայտարարեց, որ նրա նոր նախագիծը կասեցվում է բյուջետային սահմանափակումների պատճառով, թեև բոլորը գիտեին, որ իսկական պատճառը այլ էր։ Նրա հին ֆիլմերը, որոնք տարիներ շարունակ ցուցադրվում էին կինոթատրոններում, հանկարծ հանվեցին ցուցադրությունից, տեխնիկական պատճառներով։ Դերասանները, ովքեր նախկինում երազում էին աշխատել նրա հետ, հիմա մերժում էին նրա առաջարկները, գտնելով տարբեր պատրվակներ։ Արամը փորձեց դիմել իր հին կապերին, այն մարդկանց, ովքեր պարտական էին նրան, ովքեր օգտվել էին նրա օգնությունից անցյալում։ Բայց այդ մարդիկ հիմա չէին պատասխանում նրա զանգերին, չէին ընդունում նրան իրենց գրասենյակներում, կամ պարզապես ասում էին, որ չեն կարող օգնել։ Արամը նստում էր իր դատարկ կաբինետում եւ հասկանում, որ նա դարձել է անտեսանելի, ոչ թե ֆիզիկապես, այլ սոցիալապես։ Մարդիկ անցնում էին նրա կողքով փողոցում, առանց ողջունելու, առանց նույնիսկ նայելու նրա աչքերի մեջ։ Նա դարձել էր ուրվական իր սեփական քաղաքում, որտեղ նախկինում նրա անունը բացում էր բոլոր դռները։ Եվ ամենադաժանը եղավ այն, որ Գալյան շարունակում էր ապրել իր կյանքը, կարծես ոչինչ չէր փոխվել։ Նա գնում էր թատրոն ամեն օր, խաղում էր իր դերերը, ստանում էր ծափահարություններ եւ ծաղիկներ։ Նրա կարիերան ոչ միայն չէր տուժել, այլ նույնիսկ բարձրանում էր։ Մարդիկ սկսեցին խոսել Գալյան Նովենցի մասին ոչ թե որպես Արամ Նովենցի կնոջ, այլ որպես անկախ, տաղանդավոր արտիստի։ Եվ Արամը, նայելով այս վերափոխմանը, հասկացավ, որ Գալյան վերջապես ազատվել է նրա ստվերից։ Հուլիսի տապը դարձավ անտանելի, եւ Արամը սկսեց ծախսել ավելի ու ավելի շատ ժամանակ տանը, փակված իր կաբինետում։ Նա խմում էր առավոտից մինչև երեկո, ոչ թե հարբելու համար, այլ թմրելու համար այն ցավը, որը ուտում էր նրան ներսից։ Մի երեկո, երբ նա նստած էր իր սեղանի առջև դատարկ կոնյակի շիշեն ձեռքին, Գալյան մտավ կաբինետ, առանց թակելու։ Նա նայեց նրան երկար, գնահատող հայացքով, եւ Արամը տեսավ իր աչքերում ոչ թե գթություն, այլ սառը հետաքրքրություն, կարծես նա դիտում էր գիտական փորձ։ Դու մտածում ես, որ ես վրեժ եմ լուծում, ասաց Գալյան հանգիստ, բայց դու սխալվում ես։ Վրեժը ենթադրում է, որ ես ուզում եմ քեզ ցավ պատճառել, բայց ես չեմ ուզում քեզ ցավ պատճառել։ Ես պարզապես ուզում եմ, որ դու տեսնես ճշմարտությունը։ Ճշմարտությունը այն մասին, թե ինչ ես դու իրականում, առանց իշխանության, առանց վախի, առանց վերահսկողության։ Արամը ուզում էր պատասխանել, բայց խոսքերը չէին գալիս։ Նա նայեց Գալիային եւ տեսավ կնոջը, ում ճանաչում էր 30 տարի, բայց միաժամանակ տեսավ օտար մարդու։
ուժեղ, անկախ, անխոցելի։ Ես սիրեցի քեզ, ասաց Արամը վերջապես, եւ նրա ձայնը եղավ կոտրված, գրեթե շշնջացող։ Ամեն ինչ ինչ ես արեցի քեզ համար։ Գալյան ժպտաց տխուր։ Ոչ, ասաց նա։ Դու սիրեցիր այն պատկերը, որը ստեղծեցիր ինձանից։ Դու սիրեցիր վերահսկողությունը, որը ունեիր ինձ վրա, բայց դու երբեք չսիրեցիր ինձ, իսկական ինձ, կնոջը, ով ուզում էր շնչել, ապրել, սխալվել, ընտրել։ Նա շրջվեց դեպի դուռը, բայց նախքան հեռանալը ավելացրեց. Ես չեմ հեռանում քեզանից, Արամ։ Ես մնում եմ, որովհետև ուզում եմ, որ դու ամեն օր տեսնես, թե ինչ կորցրիր։ Ոչ թե ինձ, այլ հնարավորությունը ունենալ իսկական ամուսնություն, իսկական սեր, իսկական գործընկեր։ Եվ նա հեռացավ, թողնելով Արամին միայն նրա մութ կաբինետում, որտեղ միակ ընկերները եղան դատարկ շշերը եւ հին լուսանկարները, կյանքից, որ այլևս գոյություն չուներ։ Օգոստոսին Երևանում տեղի ունեցավ իրադարձություն, որը վերջնականապես կնքեց Արամ Նովենցի ճակատագիրը։ Մոսկվայից եկավ հանձնաժողով, ստուգելու համար Հայաստանի կինոարտադրության ֆինանսական գործունեությունը, եւ նրանք պահանջեցին տեսնել բոլոր փաստաթղթերը վերջին 10 տարիների համար։ Արամի անունը հայտնվեց բազմաթիվ հաշվետվություններում, որտեղ գումարները չէին համապատասխանում իրականությանը, որտեղ ծախսերը փուչացված էին, որտեղ վճարումները կատարված էին անհասկանալի ծառայությունների համար։ Հանձնաժողովը կանչեց Արամին հարցաքննության եւ ներկայացրեց նրան ապացույցները։ Արամը փորձեց բացատրել, փորձեց արդարացնել, բայց յուրաքանչյուր նրա պատասխան միայն խորացնում էր կասկածները։ Հանձնաժողովի նախագահը խիստ դեմքով մարդ Մոսկվայից նայեց նրան եւ ասաց. Ընկեր Նովենց, մենք չենք ուզում հրապարակային դատավարություն, բայց դուք պետք է հասկանաք, որ ձեր կարիերան որպես ռեժիսորի ավարտված է։ Մենք առաջարկում ենք ձեզ հեռանալ կինոարտադրությունից կամովին, այլապես հետևանքները կլինեն շատ ավելի լուրջ։ Արամը դուրս եկավ այդ հանդիպումից եւ հասկացավ, որ վերջն է եկել։ Ոչ թե վերջը նրա կարիերայի, այլ վերջը նրա ինքնության, որովհետև Արամ Նովենցը առանց կինոյի ոչինչ էր։ Նա եղել է ռեժիսոր ամբողջ իր գիտակցական կյանքը, եւ հիմա, երբ այդ ինքնությունը խլվում էր նրանից, նա չգիտեր, թե ով է։ Նա վերադարձավ տուն եւ գտավ Գալիային նստած սրահում կարդալով գիրք։ Նա նայեց նրան եւ ասաց. Դու հաղթեցիր։ Գալյան բարձրացրեց գլուխը գրքից եւ նայեց նրա աչքերի մեջ։ Սա երբեք չէր եղել պատերազմ, Արամ, ասաց նա։ Սա եղավ ազատագրում։ Սեպտեմբերին Արամ Նովենցը պաշտոնապես հրաժարական տվեց կինոստուդիայից, առողջական պատճառներով։ Պաշտոնական հայտարարությունը եղավ կարճ եւ չեզոք, բայց ամբողջ Երևանը գիտեր իսկական պատճառը։ Արամը սկսեց ապրել ինչպես ուրվական, հազվադեպ լքելով տունը, խուսափելով հանրային տեղերից, ծախսելով իր օրերը կաբինետում, նայելով իր հին ֆիլմերին եւ խմելով։ Գալյան շարունակում էր իր կյանքը, աշխատելով թատրոնում, ընդունելով նոր դերեր, տալով հարցազրույցներ։ Մարդիկ սկսեցին մոռանալ, որ նա ամուսնացած է Արամ Նովենցի հետ։ Նրանք խոսում էին նրա մասին որպես անկախ արտիստի, եւ Գալյան վերջապես զգաց, թե ինչ է նշանակում լինել ճանաչված սեփական արժանինքներով, ոչ թե ամուսնու անվան շնորհիվ։ Մի օր, հոկտեմբերի սառը առավոտյան, Գալյան մտավ Արամի կաբինետ եւ տեսավ նրան նստած իր սեղանի արցեղանի առջև, գլուխը ձեռքերի մեջ։ Նա մոտեցավ եւ դրեց ձեռքը նրա ուսին։ Արամ, ասաց նա հանգիստ, ես գիտեմ, որ դու ատում ես ինձ։ Բայց ես ուզում եմ, որ դու հասկանաս մի բան։ Ես չարեցի սա քեզ ոչնչացնելու համար։ Ես արեցի սա ինձ փրկելու համար։ Արամը բարձրացրեց գլուխը եւ նայեց նրան, եւ Գալյան տեսավ նրա աչքերում արցունքներ, առաջին անգամ 30 տարվա ընթացքում։ Ես կորցրի ամեն ինչ, ասաց Արամը։ Գալյան ժպտաց տխուր։ Ոչ, ասաց նա։ Դու կորցրիր միայն այն, ինչը երբեք իսկապես քոնը չէր եղել։ Իշխանությունը, վախը, վերահսկողությունը, քյունը, բայց դու երբեք չունեցար այն, ինչը իսկապես կարևոր է՝ սերը, հարգանքը, իսկական կապը։ Նա հեռացավ կաբինետից եւ Արամը մնաց միայնակ, իր արցունքների եւ իր ապաշխարանքի հետ։ Հաջորդ տարիները Արամ Նովենցը ապրեց լուր գոյության մեջ։ Նա չէր ստեղծում ֆիլմեր, չէր հանդիպում մարդկանց, չէր փորձում վերադառնալ։ Նա պարզապես գոյություն ուներ, ստվերի պես իր սեփական տանը, մինչդեռ Գալյան շարունակում էր փայլել բեմում։ Մարդիկ, ովքեր հիշում էին Արամ Նովենցին որպես հզոր ռեժիսորի, հիմա տեսնում էին նրան որպես կոտրված մարդու, ով կորցրել էր ամեն ինչ։ Բայց քիչերը գիտեին, որ Արամի ամենամեծ կորուստը եղավ ոչ թե կարիերան կամ համբավը, այլ հասկացողությունը, որ նա ինքը ստեղծել էր իր սեփական անկումը։
որ յուրաքանչյուր վճարված կաշառք, յուրաքանչյուր սպառնալիք, յուրաքանչյուր մանիպուլյացիա եղել է քայլ դեպի այն փոսը, որտեղ նա հիմա գտնվում էր։ Եվ ամենադաժանը եղավ հասկանալը, որ Գալյան ոչինչ չէր ստեղծել։ Նա պարզապես թույլ էր տվել, որ ճշմարտությունը դուրս գա։ Թույլ էր տվել, որ Արամի սեփական գործողությունները խոսեն իրենց համար։ Գալյան չէր եղել վրեժխնդիր մեդիան, ինչպես Արամը կարծում էր։ Նա եղել էր պարզապես կին, ով վերջապես գտել էր ուժը ասելու ոչ։ 1972 թվականին, 6 տարի անց այն օրվանից, երբ Վահագն Դավթյանը հեռացավ Երևանից, Գալյան ստացավ նամակ Լենինգրադից։ Ծրարը եղավ հաստ, ծանր, եւ երբ նա բացեց այն, տեսավ հարյուրավոր էջեր, բոլորը գրված Վահագնի ձեռքով։ Դրանք եղան այն նամակները, որոնք նա գրել էր նրան 6 տարի շարունակ, նամակները, որոնք երբեք չէին հասել նրան, բայց որոնք հիմա Վահագնի մահից հետ ուղարկվել էին նրա քրոջ կողմից։ Ուղեկցող նամակում քույրը գրել էր. Վահագնը 1 տարի առաջ հեռացավ այս աշխարհից, սրտի հիվանդությունից։ Նրա վերջին խնդրանքը եղավ, որ ես գտնեմ ձեզ եւ ուղարկեմ այս նամակները։ Նա ուզում էր, որ դուք իմանաք, որ նա երբեք չդադարեց ձեզ սիրել։ Գալյան նստեց եւ կարդաց այդ նամակները, մեկը մյուսի հետևից, եւ յուրաքանչյուր տող եղավ դանակի հարված նրա սրտին։ Նա կարդաց Վահագնի ցավի մասին, նրա միայնության մասին, նրա անընդհատ հույսի մասին, որը եղավ տարիների ալկոհոլի արդյունք։ Նրա մահը չդարձավ մեծ իրադարձություն։ Մի փոքրիկ հոդված տեղական թերթում, մի կարճ հիշատակում ռադիոյում եւ ամեն ինչ։ Թաղմանը եկան քիչ մարդիկ, հիմնականում հին գործընկերներ, ովքեր եկան ավելի պարտքից, քան սիրուց։ Գալյան կանգնած էր գերեզմանի մոտ, սև զգեստով, սև վարագույրով, եւ նրա դեմքը եղավ անարտահայտիչ, կարծես քարից փորագրված դիմակ։ Մարդիկ մոտենում էին նրան, արտասանում էին ցավակցության ստանդարտ խոսքերը, եւ Գալյան պատասխանում էր քաղաքավարի, բայց հեռավոր։ Երբ բոլորը հեռացան եւ գերեզմանը լցվեց հողով, Գալյան մնաց միայնակ։ Նա նայեց այն տեղին, որտեղ թաղված էր մարդը, ում հետ ապրել էր 35 տարի։ Մարդը, ով եղել էր նրա ամուսինը, նրա բանտապետը, նրա ստեղծողը եւ նրա ոչնչացնողը։ Եվ նա փորձեց զգալ ինչ-որ բան՝ ցավ, թեթևացում, ազատություն, բայց նա զգաց միայն դատարկություն։ Դատարկություն այնտեղ, որտեղ նախկինում եղել էր սեր, դատարկություն այնտեղ, որտեղ եղել էր ատելություն, դատարկություն այնտեղ, որտեղ եղել էր ամեն ինչ։ Նա շրջվեց եւ հեռացավ գերեզմանոցից, առանց նայելու հետ, եւ գիտեր, որ երբեք չի վերադառնա այնտեղ։ Տարիները անցան, եւ Գալյան Օվենցը շարունակեց աշխատել թատրոնում մինչև 1991 թվականը, երբ նա վերջապես հեռացավ բեմից, 65 տարեկանում։ Նրա վերջին դերը եղավ Չեխովի «Կարճ կյանքի Մարիան», կին, ով նայում է հետ իր կյանքին եւ փորձում է հասկանալ, թե արդյոք արժե՞ր այն ապրելը։ Վերջին ներկայացումից հետո դահլիճը ոտքի ելավ եւ ծափահարեց 15 րոպե շարունակ։ Եվ Գալյան կանգնած էր բեմում, արցունքներով աչքերում, բայց ժպտալով։ Նա ժպտում էր, որովհետև հասկանում էր, որ վերջապես ազատ է։ Ազատ Արամից, ազատ անցյալից, ազատ այն ստվերներից, որոնք հետապնդել էին նրան տասնամյակներ շարունակ։ Նա հեռացավ բեմից վերջին անգամ եւ գիտեր, որ սա ոչ թե վերջն է, այլ սկիզբը։ Սկիզբը նոր կյանքի, որտեղ նա կարող էր լինել պարզապես Գալյա, ոչ թե Արամի կինը, ոչ թե Վահագնի կորցրած սերը, այլ պարզապես Գալյա։ Գալյան Օվենցը ապրեց մինչև 1999 թվականը, հանգիստ, լուր կյանքով իր փոքրիկ բնակարանում Երևանի կենտրոնում։ Նա չտվեց հարցազրույցներ, չգրեց հուշեր, չխոսեց իր անցյալի մասին։ Երբեմն երիտասարդ լրագրողները փորձում էին գտնել նրան եւ հարցնել նրա կյանքի մասին, Արամի մասին, այն տարիների մասին, երբ նա եղել է ազգային կինոյի թագուհին։ Բայց Գալյան քաղաքավարի մերժում էր, ասելով, որ անցյալը պատկանում է անցյալին, եւ նա ապրում է ներկայումը։ Նրա վերջին տարիները անցան հանգիստ, կարդալով գրքեր, լսելով երաժշտություն, երբեմն այցելելով թատրոն, նստելով վերջին շարքում, որտեղ ոչ ոք չէր ճանաչում նրան։ Նա նայում էր երիտասարդ դերասանուհիներին բեմում եւ ժպտում, հիշելով իր սեփական երիտասարդությունը, իր սեփական երազանքները, իր սեփական պայքարները։ Եվ նա հույս ուներ, որ այդ երիտասարդ կանայք կունենան ավելի լավ ճակատագիր, քան նա ունեցավ, որ նրանք կապրեն իրենց սեփական կյանքը, ոչ թե ուրիշի սցենարով։ Երբ Գալյան Օվենցը հեռացավ այս աշխարհից հանգիստ, քնի մեջ, նրա բնակարանում գտան մի փոքրիկ արկղ, նույնը, որը թատրոնի պահարանում գտնվել էր տասնամյակներ շարունակ։ Ինչպես պարզվեց, Գալյան գիտեր այդ նամակների մասին ամբողջ ժամանակ։ Նա գիտեր, որ Վահագնը գրել էր նրան, գիտեր, որ այդ նամակները թաքցվել էին, եւ գիտեր, թե ով էր դա արել։
բայց նա երբեք չէր պահանջել դրանք, երբեք չէր փորձել գտնել դրանք, որովհետև հասկանում էր, որ անցյալը չի կարող փոխվել։ Նա պահել էր այդ գաղտնիքը մինչև վերջ, եւ միայն նրա մահից հետո, երբ նրա ազգականները բացեցին արկղը, աշխարհը իմացավ ամբողջ պատմությունը։ Արկղի ներսում Վահագնի նամակների կողքին եղավ մեկ էջ գրված Գալիայի ձեռքով։ Այնտեղ նա գրել էր. «Ես ներեցի Արամին, ոչ թե որովհետև նա արժանի էր ներողության, այլ որովհետև ես արժանի էի խաղաղության։ Ես ներեցի ինձ, որ չկարողացա փրկել Վահագնին, եւ ես ներեցի կյանքին, որ տվեց ինձ ցավ, բայց նաեւ ուժ։ Եթե կա դրսից նայող մարդ, ով կարդում է այս տողերը, թող իմանա, վրեժը երբեք չի բերում խաղաղություն։ Միայն ներողությունը կարող է ազատել մեզ մեր սեփական բանտերից»։ Բարեկամներ, ինչ կարծիքի եք Գալիան Օվենսի մասին։ Արդյոք նա զոհ էր այն համակարգի, որը թույլ էր տալիս տղամարդկանց վերահսկել կանանց կյանքերը, թե ինքն էր պատասխանատու իր ընտրությունների համար։ Արդյոք նրա վրեժը Արամի նկատմամբ արդարացի էր, թե նա գնաց չափից դուրս։ Գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում։ Մեզ համար կարևոր է իմանալ, թե արդյոք ձեր քաղաքում հիշում են նրան։ Սեղմեք հավանել ճշմարտության համար եւ բաժանորդագրվեք մեր ալիքին լսելու համար ավելի շատ պատմություններ այն մարդկանց մասին, ովքեր փոխեցին հայկական մշակույթը, բայց ինքնին վճարեցին անչափելի գին։